Երախեյանը, Սևակ Ամրոյանը։ Բարև ձեզ, Շան Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր սեպտեմբերի 30-ն է, երեքշաբթի։ Ազգային ժողովը այսօր սկսել է հերթական նիստերի աշխատանքը։ Խորհրդարանը հաստատել է նիստերի օրակարգը, որում ընդգրկված է 14 հարց։ Առաջինը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է քրեական օրենսգրքում և ռազմական ոստիկանության մասին օրենքում փոփոխությունների փաթեթը, որը վերաբերում է վարժական հավաքներին։ Առաջարկվում է վարժական հավաքներից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանող քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածում հստակեցնել խուսափման դրսևորման ձևերը, ռազմական ոստիկանության իրավասություններում հստակեցվում է ռազմական ոստիկանության գործունեությունը ոչ միայն հանցագործությունները կանխելիս և խափանելիս, այլև հայտնաբերելիս և բացահայտելիս, ռազմական ոստիկանության իրավասություն է վերապահվում աջակցել զինկոմիսարիատներին, քաղաքացիներին զինվորական հաշվառման, պարտադիր կամ զորահավաքային զորակոչի, պահեստազորային պատրաստության միջոցառումներին կազմակերպման գործընթացում, ռազմական ոստիկանությունը լիազորվում է ապահովելու քրեական վարույթ իրականացնող մարմինների գրավոր պահանջի հիման վրա վարույթի շրջանակներում ձերբակալված կամ կալանավորված զինծառայողների տեղափոխումը և ուղեկցումը նշված վայրեր, անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններին մասնակցելու նպատակով։ Արդեն 2 տարի է, 2-3 տարի է 25-օրյա վարժական հավաքների հետ կապված կառավարությունը բազմաթիվ փոփոխություններով հանդես է գալիս։ Բայց որ հետևում ենք այդ փոփոխություններին, բոլորը խստացումներ են, բոլորը հստակեցումներ են, որովհետև քաջ գիտակցում ենք, որ 25-օրյա վարժական հավաքների հետ կապված կան մեծագույն խնդիրներ։ Որովհետև խուսափումները շատ են, եւ ինչն է մարդուն ստիպում խուսափել, անվստահությունը, անպաշտպանվածությունը, 25 օր իր աշխատավայրից զրկվելը, 25 օր ոչ գրանցված աշխատանքից զրկվելը, ընտանիքից զրկվելը եւ բազմաթիվ այն խնդիրները, որը 25-օրյա վարժական հավաքներից վերադարձողները պատմում են իրենց ընկերներին, հարևաններին, աշխատակիցներին, ինչպես առօրյա կյանքում բոլորս ականատես ենք։ Որտեղ 25-օրյա վարժական հավաքները ոչ թե վարժական հավաքներ են, ինչպես ձևակերպված է օրենքը, այսպես սիրուն վարժական հավաք, այլ 10 օր հետո 15 մարտական հերթապահության հավաքներ են, որովհետև վարժական հավաքները Հայաստանում ի սկզբանե նաև աղճատվեցին։ Որովհետև նախկինում վարժական հավաքները իրականացվել են, ես չեմ վարանի այս բառը օգտագործել, հիմնականում ձևական, իսկ այսօր իրականացվում են ըստ էության, ըստ բովանդակության, ըստ նշանակության։ Ցանկալի չի այս ամբիոնից հնչեցնել, որ զորքի թվաքանակը չի հերիքում, դրա համար վարժական հավաքներին ներկայացնում են մարդկանց նաև մարտական հերթապահության։ Այդ ամբողջը իրականացվում է մասնագիտական գիտելիքների, կարողությունների ամրապնդման եւ նաեւ մարտական հերթապահություն իրականացնելու միջոցով իրենց ծառայությունն իրականացնելու համար, որովհետեւ 24 օրից 10 օրը ըստ զինվորական հաշվառման մասնագիտության իրենք ենթարկվում են համապատասխան ուսումնասիրությունների, իրենց կարողությունները զարգացնում են եւ այդպես շարունակ։ Հաջորդը նույն այս ամբիոնից մենք ներկայացրել ենք օրենքի փաթեթներ, նախագծեր, որոնցով բարելավել ենք քաղաքացիների իրավունքները, որպեսզի մենք վարժական հավաքների ներկայացնողներին որևէ կերպ նեղություն չպատճառենք, սկսած ֆինանսականից։ Այս ազգային ժողովը ընդունել է օրենքի նախագիծ, որով մենք սահմանել ենք այնպիսի դրույթներ, որ եթե քաղաքացին մասնակցում է վարժական հավաքին, ապա իր աշխատավարձից բացի գործատուն տալիս է այնքան վարձատրություն, որպեսզի իր ստացած վարձատրությունը որևէ կերպ չնվազի։
Երեք պաշտպանության նախարարության վարչական համալիրի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիների հետ պաշտպանության նախարարությունում հանդիպել է գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասերյանը։ Հանդիպումը տևել է մի քանի ժամ, այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։ Նշենք, որ բողոքի ակցիա իրականացնող անհետ կորածների հարազատներին պաշտպանության նախարարությունը հանդիպման առաջարկ էր ներկայացրել նախարարի տեղակալ, միևնույն ժամանակ գերիների, պատանդների եւ անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արման Սարգսյանի, իսկ այնուհետև զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Թեմուր Շահնազարյանի հետ, բայց ակցիայի մասնակիցները պնդել էին, որ ցանկանում են հանդիպել գլխավոր շտաբի պետին։ Ասերյանը խոստացել է հանդիպումները շարունակական դարձնել, այլ մանրամասներ հայտնի չեն։ Ըստ քննչական կոմիտեի պաշտոնական տվյալների 2020 թվականի պատերազմի հետևանքով անհայտ է 199 զինծառայողի եւ 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ զրոյացնել շարժիչային բենզինի, ռեակտիվ շարժիչների վառելիքի, դիզելային վառելիքի, նավային վառելիքի եւ գազոիլի այլ տեսակների ներմուծման մաքսային տուրքերի դրույքաչափերը։ Որոշումը կայացվել է շարժիչային վառելիքի ներքին շուկայում հավասարակշռությունն ապահովելու նպատակով արտադրության ծավալների տեղային կրճատման եւ պահանջարկի սեզոնային աճի պայմաններում։ Որոշումը ուժի մեջ կմտնի դրա պաշտոնական հրապարակման ամսաթվից 10 օրացուցային օր անց։ Վաշինգտոնը Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու պլան է ներկայացրել։ Սեպտեմբերի 29-ին Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը լավատեսություն է հայտնել, որ Գազայի հատվածում պատերազմը շուտապույտ ավարտ կունենա եւ հայտարարել է, որ այդ հարցով համաձայնությունն ավելի քան մոտ է։ Թրամփը նշել է, որ Իսրայելը ընդունել է իր առաջարկած խաղաղության պլանը, նա հավելել է, որ Համասից դեռ համաձայնություն չեն ստացել եւ ասել է, որ Համասից համաձայնություն չստանալու դեպքում Իսրայելը կունենա Վաշինգտոնի ամբողջական աջակցությունը Համասի դեմ գործողություններում։ Վաշինգտոնի առաջարկած պլանը ենթադրում է, որ Իսրայելի կողմից դրան հավանություն տալուց հետո 72 ժամվա ընթացքում Համասի կողմից պահվող բոլոր իսրայելցի պատանդները պետք է ազատ արձակվեն։ Իր հերթին Իսրայելը ազատ է արձակելու հարյուրավոր պաղեստինցի պատանդներին եւ աստիճանաբար դուրս է բերելու իր զորքերը Գազայի հատվածից։ Պլանի համաձայն Գազայի հատվածը դառնում է ապառազմականացված գոտի, իսկ Համասը պետք է հրաժարվի պաղեստինյան այդ շրջանը որևէ ձև կառավարելու դերից, իսկ խմբավորման անդամները, որոնք վայր կդնեն զենքերը, կկարողանան հեռանալ արտերկիր։ Նշվում է նաև, որ Գազայի հատվածից մարդկանց բռնի տեղահանում չի իրականացվելու։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույցի ժամանակ ներողություն է խնդրել Կատարի վարչապետ եւ արտգործնախարար Մոհամմադ բին Աբդուլ Ռահման Ալ Թանիից սեպտեմբերի 9-ին Դոհայում արմատական պաղեստինյան Համաս շարժման առաջնորդների վրա հարձակվելու պատճառով երկրի ինքնիշխանությունը խախտելու համար։ Իսրայելի վարչապետը Սպիտակ տնից զանգահարել է իր կատարցի գործընկերոջը Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ Զրույցի ընթացքում Նեթանյահուն ափսոսանք է հայտնել հարձակման ժամանակ Կատարցի անվտանգության աշխատակցի մահվան կապակցությամբ։ Հնարավոր է կողմերը քննարկեն Դոհայի հարձակման համար փոխհատուցման հարցը։ Ինդոնեզիայի արևելյան Ջավա նահանգի Սիդոարջո քաղաքում փլուզվել է Ալ Հոսինի իսլամական գիշերօթիկ դպրոցը։ Մեկ մարդ զոհվել է, 98-ը վիրավորվել, տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ փլատակներում դեռ 7 երեխա կա։ Դեպքը տեղի ունեցել դպրոցի բետոնե տանիքի վերանորոգման ընթացքում։ Այն փլուզվել է երեխաների աղոթքի ժամանակ։ Փլատակների տակ մնացած աշակերտների որոնումները շարունակվում են։ Վիետնամում հորդառատ անձրևները դարձել են հեղեղումների պատճառ, առնվազն 19 մարդ զոհվել է, ևս 21-ը համարվում է անհետ կորած։ Հեղեղների հետևանքով վնասվել են տներ, ճանապարհներ, կամուրջներ, էլեկտրահաղորդման գծեր։ Լոզանի համալսարանի հյուրընկալության դպրոցի մասնաճյուղը սկսում է իր գործունեությունը Գյումրիում։ Հիշեցնենք, Լոզանի հյուրընկալության դպրոց բացելու ծրագիրը հայտնի դարձավ 2.5 տարի առաջ, իսկ նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքը, որը կառավարության որոշմամբ հատկացվել էր Շիրակի երկրագիտական թանգարանին, 6 տարի անց նվիրաբերվեց Գյումրիին, իսկ քաղաքն էլ ավականու որոշմամբ 2024 թվականին հատկացրեց Լոզանի համալսարանի հյուրընկալության դպրոցին։
Այս պահին այդ շենքում վերանորոգման որևէ աշխատանք չկա կատարված։ Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիան առայժմ այլ հասցե է ունենալու, որի մասին հայտարարել է կրթական հաստատության ղեկավարությունը։ Շվեյցարական կրթական մոդելը մուտք է գործում Գյումրի, որը հյուրընկալության ոլորտում մասնագիտական նոր որակներ ներառելու հավակնություններ ունի։ Իսկ Գյումրիում որպես զբոսաշրջային գրավիչ ուղղություն համարվող քաղաք ոլորտում կրթված մասնագետների անհրաժեշտությունը զգացվում է։ Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի գործունեությունը այստեղ Լոզանի հյուրընկալության դպրոցի հետ համատեղ է։ Միջազգային հեղինակության ծրագիրը նախատեսում է այնպիսի մասնագետներ կրթել, որոնք աշխատաշուկայում մրցունակ կլինեն։ Մենք հբարդ ենք, որ արդեն մենք մեր հետ բերել ենք այստեղ իբրժիվիցերիական հայկական ակադեմին 4 կարևոր մասնակիցներ, որ Հայաստանեն են եւ ոչ թե օդար, հբարդ ենք իրենցով, այս 4 դիսցիպլիններով, որ իրենք պիտի դան իրենց գիտելիքները։ Պատասխանատուները համոզված են, որ հյուրընկալության ոլորտը կարճ ժամանակում ճանաչում է բերելու Գյումրիին իր սպասարկման ծառայությունների որակական փոփոխություններով։ Ծրագրի մեկնարկի համար ուսանողների մեծ թիվ ունենալու ակնկալիք չունեն։ Մի քանի դիմորդի առկայությունն էլ բավարար է կրթական ծրագիրը սկսելու համար։ Սկսելու ենք մենք երևի բավականին համեստ թվով ուսանողների թվով, ինչը պայմանավորված է նաև ինչ-որ չափով Լոզանի հյուրընկալության դպրոցի խորհուրդներով եւ ակնկալիքներով իրենք խորհուրդ են տալիս, որ մենք սկսենք համեստորեն կայանա, քանի որ դա նոր կոնցեպցիա է, նոր գաղափար է եւ ժամանակ է անհրաժեշտ, որ ինչքան էլ մենք հավակնոտ լինենք, ապա այնուամենայնիվ ժամանակ է պետք, որ մենք կարողանանք ներկայացնենք եւ բուն շվեյցարական դպրոցը եւ այն մեթոդաբանությունը, որոնք իրանք ներկայացնում են եւ իրականացնում են արդեն ավելի քան 130 տարի։ Սա քոլեջն է մտում, իր որակավորման արդյունքը լինելու է միջին մասնագիտական որակավորման դիպլոմի շնորհումը, որը ճանաչելի է ամբողջ աշխարհում, որտեղ EHL կրթությունը Լոզանի հյուրընկալության դպրոցը հապավումով եւ ասում ենք EHL կրթությունը մրցունակ ամբողջ աշխարհում եւ համարվում է բարձրակարգ լաքշերի հյուրանոցների համար կրթական հիմնական մակարդակ ապահովող կրթական ծրագիրը։ Կրթական ծրագիրը միջազգային դպրոցն առայժմ ու ժամանակավոր կիրականացնի Գյումրիի հյուրանոցային համալիրներից մեկում, սրանով իսկ ապահովելով սովորողների ուսումնական միջավայրը, տեսական գիտելիքներից մինչև գործնական պարապմունքներ։ Մենք պիտի սկսենք մեր բանտոգի մեջ, ոստեր Գյումրիի մեջ, որ պիտի լա Apricot հոթելի մեջ, մեր ակադեմիան այդեղ պիտի լա, եւ ուրիշ նպատակներ ունենք, ասիկա որպես կսանք vocational education training է, բայց մեր ավելի բարձր նպատակներ ունենք, որ bachelor's-ը կամ ոչ մեկ ուրիշ դասընթացներ լա, եւ ադիկա մենք որ այս պրոյեկտը սկսենք, հետո կամաց կհայտարարենք, որ ուր պիտի լա եւ ինչ պիտի լա հաջորդ տարին կամ 2 տարի յետք։ Այո, մենք խոսում ենք նաև այլ առանձին շենքի մասին, բայց դարձյալ հետևելով Լոզանի հյուրընկալության դպրոցի խորհուրդներին սկսելու ենք եւ որոշ ժամանակ շարունակելու ենք դեռ Apricot հյուրանոցի հետ, մինչեւ որ մեր հեղինակությունը ավելի կայուն դառնա, մինչեւ որ ուսանողների քանակը դառնա այնպիսին, ինչպես մենք պատկերացնում ենք, իսկ մենք պատկերացնում ենք, որ դա բավականին թիվը պետք է մեծանա։ Հյուրընկալության դպրոցի համար հատկացված առանձին կառույցը ապակայում լինելու է նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքը։ 1 տարի առաջ շենքն ավականու որոշմամբ հատկացվեց միջազգային դպրոցին։ Հիվանդանոցի օպտիմալացումից հետո դատարկ մնացած եռահարկ շենքում կապիտալ վերանորոգումներ են իրականացվելու։ Թե երբ ժամկետներ հայտնի չեն, բայց միջազգային դպրոցին դա չի խանգարում գործունեությունը սկսել։ 1 ամիս անց արդեն դիմորդներ ներգրավելու գործընթացն է մեկնարկելու։ Միջին մասնագիտական կրթության մոդելով հյուրընկալության ակադեմիայում դիմորդները սովորելու են 1.5 տարի։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսն այսպիսին էր, նորությունների հետևեք մեր հաջորդ թողարկումներում։